Հուլիսի 1-ից քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց նախաձեռնությամբ մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները մոբայլ բանկինգով կամ ֆինանսական կազմակերպության կայքով։ Նոր գործիքի միջոցով հնարավոր կլինի օրինակ արգելափակել առցանց վարկի ձևակերպումը, ավանդից կամ խնայողական հաշվից առցանց ելքագրումները, այլ առցանց ֆինանսական գործառնություններ, ապա արգելափակումը կիրականացվի բացառապես սպառողի նույնականացումից և ինքնության ստուգումից հետո։ Վերջին 3 օրերի ընթացքում ռուսական ցորենի երկրորդ խմբաքանակն է Ադրբեջանից տեղափոխվում Հայաստան։ Վիլաջարի երկաթուղային կայարանից մեկնել է 11 վագոնից բաղկացած բեռնատար գնացք, որը ռուսական հացահատիկը Վրաստանի տարածքով տարանցմամբ կհասցնի Հայաստան։ Փոխադրվող հացահատիկի ընդհանուր զանգվածը կազմում է 1023 տոննա։ Դատախազությունում վերլուծել են 2018-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձված գույքերի և դրամական միջոցների ցուցանիշները։ 2018-25 թվականներին Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել շուրջ 291 միլիարդ 726 միլիոն դրամի գույք և դրամական միջոց։ Ընդհանուր վերադարձված միջոցների 65.8% կամ շուրջ 193 միլիարդ դրամը բաժին է ընկնում 2023-2025 թվականներին։ Այս տարվա հունվարի դրությամբ անշարժ գույքի նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ Հայաստանի մարզերի և Երևան քաղաքի կազմել է 3714։ Միայն Երևանում իրականացվել է 1529 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 41.2%-ը։ Իրանի հետ հակամարտության պատճառով Միացյալ Նահանգների առաջատար ավիաընկերությունների ֆինանսական ծախսերը կավելանան 11.6 միլիարդ դոլարով։ Դա կապված է վառելիքի լրացուցիչ ծախսերի հետ։ Միացյալ Նահանգներում ավիացիոն վառելիքի գինը Հորմուզի նեղուցում նավագնացության ճգնաժամի պահից ի վեր աճել է գրեթե 60%-ով, անցյալ շաբաթվա վերջին 1 գալոնի համար հասնելով $3.95։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը որոշել է հրաժարվել զինված ուժերում անթրոպիկ ընկերության կողմից մշակված արհեստական բանականության մոդելների կիրառումից։ Որոշումը պայմանավորված է մատակարարման շղթաների հնարավոր խափանումների հետ կապված սպառնալիքներով։ Հրահանգի համաձայն անթրոպիկի մոդելները պետք է հեռացվեն համակարգերից առաջիկա 180 օրվա ընթացքում։ Էներգետիկայի միջազգային գործակալությունը առաջարկում է ռեկորդային ծավալի նավթ հանել իր ռազմավարական պահուստներից։ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին զսպելու գների կտրուկ աճը։ Քննարկվող ծավալը կարող է գերազանցել 182 միլիոն բարելը, որը գործակալության անդամ երկրների կողմից շուկա էր հանվել 2022 թվականին։ Որոշումը կընդունվի միայն այն դեպքում, եթե դրան աջակցեն էներգետիկայի միջազգային գործակալության բոլոր 32 անդամ երկրները։ Եվրամիությունը կշարունակի Ուկրաինայի ֆինանսավորումը նույնիսկ այն դեպքում, եթե Հունգարիան և Սլովակիան վետո դնեն խոստացված 90 միլիարդ եվրո վարկի վրա։ Այս մասին հայտնում է Պոլիտիկոն։ Պարբերականի տվյալներով Եվրամիության երկրների առաջնորդները հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում կփորձեն համոզել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին փոխել իրենց դիրքորոշումը։ Նիդերլանդներն էլ նախատեսում է մինչև 2029 թվականը Կիևին տարեկան մինչև 3.5 միլիարդ եվրո տրամադրելու հնարավորություն։ Հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտը պատրաստվում է նոր կանոններով մրցակցությանը։ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները սահմանել են կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմերը, ներկայացրել են նոր ֆինանսական պահանջներ և հստակեցրել են ընտրություններից հետո իշխանության ձևավորման ընթացակարգերը։ Մասնավորապես շեմը, կուսակցությունների անցողիկ շեմը իջել է 4%։ Դաշինքների շեմը բարձրացել է 7%-ից 8% և 10%։
Մինչև 3 կուսակցությունից բաղկացած դաշինքների համար անցողիկ կլինի 8% շեմը։ 3 եւ ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքներն էլ պետք է 10%-ի շեմը հաղթահարեն։ Փոփոխվել են նաեւ կուսակցությունների եւ դաշինքների գրավի չափերը ըստ պաշտոնական պարզաբանման գաղափարակից քաղաքական ուժերի միավորման ու խոշորացման նպատակով։ Կուսակցությունների պարագայում գրավի չափը 10 միլիոնից իջեցվել է 7.5 միլիոնի, նախկինում 10 միլիոն էր, իջեցվել է 7.5 միլիոնի։ Դաշինքների պարագայում սահմանվել է 15 միլիոն։ Սրանք մինչև ընտրության արդյունքները պարզ դառնալու փոփոխություններն են, բայց ընտրություններից հետո իրականացվող ընթացակարգերում էլ նորություններ կան։ Նախկինում օրենքն արգելում էր 3-ից ավելի քաղաքական ուժերից բաղկացած դաշինքների ձևավորումը։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համաձայն այս արգելքը հանվել է։ Նոր կարգավորումներով առաջին 9-օրյա ժամկետում դաշինք կազմելու իրավունքը տրվում է առավել ձայն ստացած քաղաքական ուժին։ Եթե այդ ժամկետում առավել ձայներ ստացած քաղաքական ուժը չի կարողանում կոալիցիա կազմել, դրանից հետո արդեն ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին, այս միջազգային տերմինաբանությամբ ընդունված է ասել փոքրամասնության կառավարություն կամ փոքրամասնության կոալիցիա ձևավորելին։ Ուժի մեջ է մտել նաև լրացուցիչ մանդատների ինստիտուտը։ Լրացուցիչ այս մանդատները կարող են տրվել բացառապես քաղաքական այն ուժին, որը կունենա մանդատների մեծամասնություն, այսինքն, եթե որևէ քաղաքական ուժ չունենա մանդատների մեծամասնություն, լրացուցիչ մանդատների մասին խոսք լինել չի կարող։ Բայց եթե որևէ քաղաքական ուժ կունենա մանդատների մեծամասնություն, բայց դա պակաս կլինի 52%-ից, Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ տվյալ քաղաքական ուժին պետք է տրվի լրացուցիչ մանդատներ մինչև այդ 52%-ը լրացնելու չափով։ Կուսակցությունները եւ դաշինքներն իրենց քարոզչությունը պետք է ֆինանսավորեն նախընտրական հիմնադրամի միջոցով։ Ազգային ժողովի ընտրություններին նախընտրական հիմնադրամի առավելագույն շեմը 800 միլիոն դրամն է։ Այն ձևավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նվիրատվություններից։ Նախընտրական հիմնադրամ կարող են մուծում կատարել միայն կուսակցությունները կամ դաշինքի անդամ կուսակցությունները իրենց պաշտոնական հաշվեհամարներից։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի 1 տարվա ընթացքում կարող է առավելագույնը կուսակցություններին նվիրաբերել 10 միլիոն դրամից ոչ ավելի գումար։ Այս կարգավորումը շրջանցելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պատասխանատվության միջոցներ են նախատեսվում։ Այս տարվա հունվարին Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 12 միլիարդ 868.6 միլիոն դրամ։ 2025-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 3%-ով։ Մասնավորապես հեռուստածրագրերի կազմման եւ հեռարձակման ոլորտում հասույթը նվազել է 2.3%-ով եւ կազմել 783 միլիոն դրամ։